սատարելու հարց կար։ Մի քիչ էս քաղաքական խաղերի մասին կասեք, ժամանակ են ուզում շահեն, այս ինչ խաղեր են։ Ցավոք սրտի, դուք լրատվամիջոցներդ ամեն ինչ անում եք, որ քաղաքականությունը վերածեք պոլիտիկանստվոյի, ձեզ ընդգծում պոլիտիկանստվո, որ քաղաքականությունը դիտվի որպես իպրիգանստվո։ Դուք խանգարում եք հանրային նորմալ առողջ ընկալումներին։ Պետք չի ամենտեղ ինտրիգներ փնտրել։ Պալատական հեղաշրջման լավագույն մեկնաբաններ կարող եք դուք լինել։ Եվ մեր հանրային կյանքի եւ մեր կառավարման համակարգը ձեր ընկալումներում զուտ պալատական process է, հասկանում եք, արքունիկ է։ Իրականությունն դա այդպես չէ։ Եվ անկեղծ ասած, իհարկե հետաքրքիր է, թե Բարգավաճ Հայաստանը առաջիկա խորհրդարան նախագահական ընտրություններին ում կսատարի։ Իհարկե հետաքրքիր է, բայց հետաքրքիր ոչ թե այնտեղ, հետաքրքիր է թե ինչու չի սատարելու Սերժ Սարգսյանին, հետաքրքիր է իսկ ինչպիսի քաղաքական զարգացումներ են հնարավոր։ Որքանով այդ ամենը կարող է առողջացնել հանրային կյանքի process-ը, համաձայն եք, որ սա է կարևոր։ Եվ եթե ինձ դա հետաքրքրում է, ապա բացառապես այս կոնտեքստում։ Եվ ոչ թե հետաքրքիր իսկ ինչ իրար հետ խոսացին ականջներ, իրար միմյանց ականջի փչացին նրանք, կներեք։ Մենք ես գոնե զբաղվում եմ ուժ քաղաքականությամբ։ Պարոն Հարությունյան, այդ ինտրիգները կներեք ինձ առանձնապես հետաքրքիր չեն։ Իսկ դուք ինչ այն ներկա իրավիճակը գնահատելով ինչ զարգացումներ եք ինչ որ նկատում։ Անկեղծ ասած, ես կարող ենք աներկբա այս խորհրդարանական ընտրությունները միաժամանակ որակել որպես ապագա նախագահական ընտրությունների առաջի փուլ, միջանկյալ փուլ, primaries, ինչպես ասում են։ Եվ այն վստահությունը, որ ստացավ հանրապետական կուսակցությունը 44%, համաձայն եք, որ այն մեծ իմաստով պայմանավորված է հանրապետության նախագահի, այսինքն հանրապետական կուսակցության ղեկավարի քաղաքական վարքով եւ գործունեությամբ։ Բայց միաժամանակ մենք կարող ենք փաստել, որ սա ընդհանրապես ավանս էր։ Եվ այս կարճաժամկետ հատվածում այդ ավանսը պետք է դառնա քաղաքական լուրջ կապիտալ։ Հանրապետական կուսակցության հիմնական խնդիրը կլինի ձեռնամուխները այս ժամանակահատվածում, այդ թվում նաև ձևավորելով կառավարություն, ձևավորելով քաղաքական քայլեր, ձեռնամուխները այնպիսի բարեփոխումների իրականացման այն քայլեր են, որոնք հանրության մոտ կարող են վստահություն ներշնչել, որ իրենք 44% վստահություն տալը իրոք արդարացված դեր։ Այսինքն այս ժամանակահատվածը բավականին պատասխանատու եւ լուրջ աշխատանքային գործունեություն ծավալելու փուլ է, եւ ես համոզված եմ հանրապետական կուսակցության դա հաջողվել, որովհետեւ ըստ էության կուսակցությունը բացառապես պատասխանատու է եւ գիտակցում է, որ մենք ունենք ավանսավորված վստահություն, որ պետք է վերածել քաղաքական կապիտալ։